Հայաստանում մեկնարկում է հայ-ամերիկյան զորավարժությունը արծիվ գործընկեր խորագրով։ Այն առաջին անգամ կազմակերպվել է 2023 թվականին, ապա դարձել ամենամյա։ Հաղորդագրություններում զորավարժությունը ներկայացվում է որպես խաղաղապահ բնույթի վարժանք, որի նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելություններում ներգրավող ստորաբաժանումների պատրաստվածությունը, կատարելագործել փոխգործունակությունն ու փորձի փոխանակումը։ Առաջին հայացքից ամեն ինչ բավական սովորական է, սակայն զորավարժությունն ամենևին ուժի ցուցադրության համար չէ։ Դրանով փորձում են ընդգծել, որ Միացյալ Նահանգները խաղաղություն է բերել Հարավային Կովկաս։ Ռազմական տեսանկյունից էլ ըստ մասնագետների այն խոշոր զորավարժությունների շարքին դասել պետք չէ։ Այստեղ չեն տեղափոխվում հազարավոր զինծառայողներ, ծանր տեխնիկայի մեծ շարասյուներ կամ ռազմաօդային ուժերի հսկայական խմբավորումներ։ Միացյալ Նահանգներն աշխարհի տարբեր տարածաշրջաններում, այդ թվում Վրաստանում, Լեհաստանում կամ Ռումինիայում շատ ավելի մեծ մասշտաբի զորավարժություններ անցկացրել է, սակայն այս զորավարժության նշանակությունը չափվում է ոչ այնքան ներգրավված զինծառայողների թվով, որքան քաղաքական ենթատեքստով։ Երբ որ մենք նայում ենք դասական իմաստով, ապա բոլոր այն դեպքերում, երբ որ տվյալ երկիրը հարևանների հետ կամ իր հետ հարաբերությունները որոշակի շահագրգռվածություն ներկայացնող երկրների հետ պահպանում է անկալելի հարաբերությունները, բնականաբար այդ ռիսկերը կամ չեզոքացում են կամ լինում են նվազագույն։ Ըստ падգամավորի, այս զորավարժության գլխավոր հասցեատերերից մեկն անկասկած Մոսկվան է։ Հայաստանը փաստացի ցույց է տալիս, որ այլևս չի ցանկանում իր անվտանգության ամբողջ ճարտարապետությունը կառուցել բացառապես Ռուսաստանի վրա։ Առավել ևս, որ վերջին տարիներին Երևանը բազմիցս հայտարարել է, թե ՀԱՊԿ չի կատարել իր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, ուստի Հայաստանը սառեցնում է իր անդամակցությունը կառույցին։ Սովորական պայմաններում խաղաղապահ առաքելության անցկացման շրջանակներում վարժանքները, զորավարժությունները նրանք դիտարկում են նորմալ process-ի մաս, հատկապես այն երկրների համար, որոնք տարբեր երկրներում մասնակցում են խաղաղապահ առաքելության։ Բայց երբ խոսքը վերաբերում է այն հանգամանքին, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև հարաբերությունները բավականին լարված են, բնականաբար ցանկացած բան իրադարձություն Ռուսաստանի կողմից ընկալվում է որպես Ռուսաստանի կամ ՀԱՊԿ-ի դեմ ուղղված քայլ է։ Իրանի համար ուղերձն ավելի բարդ է։ Թեհրանը Հարավային Կովկասը դիտարկում է որպես իր անմիջական անվտանգության գոտի եւ զգայուն է տարածաշրջանում արևմտյան ռազմական ներկայության աճի նկատմամբ։ Հայաստանը փորձում է հավաստիացնել, որ խոսքը խաղաղապահ բնույթի համագործակցության մասին է, սակայն Իրանում դժվար թե անտեսեն այն փաստը, որ ամերիկյան զինվորականների ներկայությունը Հայաստանի տարածքում արդեն բացառիկ դեպք չէ, պարբերական բնույթ է կրում։ Իրանի մոտեցումը այս հարցում մշտապես եղել է հստակ։ Առնվազն զգուշավորությունը Իրանը դրսևորում բոլոր այն դեպքերում, երբ Միացյալ Նահանգները իր հարևան որևէ երկրում որևէ գործընթաց է ծավալում, դա կլինի խոշորամասշտաբ ներդրում, դա կլինի ներկայություն, դա կլինի որևէ ձևով ակտիվություն, այդ թվում նաև տնտեսական։ Երևանը փորձում է ցույց տալ, որ պատրաստ է խորացնել համագործակցությունը Միացյալ Նահանգների եւ եվրոպական երկրների հետ ոչ միայն քաղաքական, այլև անվտանգային ոլորտում։ Այլ կերպ ասած, Հայաստանը փորձում է ապացուցել, որ այլևս իրեն չի տեսնում բացառապես ռուսական անվտանգության համակարգի շրջանակում։ Հենց այդ պատճառով արծիվ գործընկեր 2026-ի գլխավոր նշանակությունը ոչ թե զորավարժարանի տարածքում է, այլ աշխարհաքաղաքական հարթությունում։ Դա հերթական քայլն է ցույց տալու, որ ՀԱՊԿ անդամ Հայաստանն աստիճանաբար ավելի տեսանելի կերպով մերձենում է Միացյալ Նահանգներին եւ Արևմուտքին, միաժամանակ հեռանալով Ռուսաստանից։ Սեդա Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։